Գյումրի համայնքի 111,236 ընտրողների համար ժամը 8-ից բացվեցին բոլոր 82 ընտրատեղամասերը։ Մինչև ժամը 13 ընտրելու իրենց պարտքն արդեն կատարել էին ընտրությանը մասնակցող 9 քաղաքական ուժերի առաջին համարները։ Քվեարկելուց հետո մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նշեց, ընտրությունները կավարտվեն, կտեսնենք ով որքան քվե կստանա, ավականու քանի անդամներ կունենա, ըստ այդմ մնացածը պարզ կլինի։ Ես նմանատիպ բան չեմ ասել, որ չեմ համագործակցելու ոչ մեկի հետ, ես ընդամենը ասել եմ կոալիցիա կազմելու, փաստաթուղթ ստորագրելու հետ կապված եմ ես ասել, որ կոալիցիա կազմելու կողմ չեմ, իսկ համագործակցությանը իհարկե միանշանակ կողմ ենք, ոնց կարող ենք կողմ չլինենք։ Բա որ 50+ չկարողացանք հավաքենք, ոնց ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու։ Իմ հզոր համայնքի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ակնկալում է ընտրողների ակտիվ մասնակցություն, լրագրողներին պատմեց, քվեարկել է հանուն հայկական, երիտասարդ, զարգացող, անցյալի հետ կռիվ չունեցող Գյումրիի, հայտարարեց, եթե քաղաքապետ չընտրվի, ավականու իր մանդատը պահելու է։ Դեռևս էական մտահոգիչ բաներ չեն գնացել, ուղղակի տեղամասեր կան, որտեղ կուտակումներն են շատ, հիմա այդ կարելի է թե դրական առումով դիտարկել, թե բացասական, ամենայն դեպս բազմաթիվ դիտորդներ կան, լրագրողներ կան, վստահված անձիկ կան, կարծում եմ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Ոչ մի տեխնացուի հետ ընդդիմադիր, ոչ մի տեսակի քննարկում իմ կողմից ամեն դեպքում չի եղել, ոչ մի տեխնացուի հետ։ Ավականու մանդատը իհարկե պահելու եմ, մնացած հարցերը ընտրություններից հետո գիշերը պարզ կդառնա։ Քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սարիկ Մինասյանը վստահություն հայտնեց, բավարար ձայներ կհավաքեն։ Գյումրեցին իր քվեն հստակ տալու է մեր երեխաների համար, ապագա 5 տարիներում զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր երեխաների համար համերաշխ քաղաք ունենալու համար, մեր գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունը այսօր կկատարեն, վաղը բոլորը համոզված կլինեք։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, տարբեր ատորներ փոխել եմ, գյումրեցիներին ճանաչում են, որևէ ատոր, որևէ պաշտոն, որևէ այլ բան ինձ կյանքում չի փոխի։ Նաև կուսակցությունները ես իմ որդուս եմ խոս տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն։ Այս ընտրություններով Գյումրիի փրկության հարցն է լուծվում, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը քվեարկությունից հետո հայտարարեց։ Այն որ ես ասում եմ հրաբուխ, դա պատահական չեմ ասում, այո, եթե այսօր այլընտրանքային տեխնացու չեղավ Գյումրիում, հաստատ խնդրեմ ունենալու է քաղաքը։ Այսինքն եթե դուք չընտրվեք, հրաբուխ է լինելու Գյումրիում։ Եթե ես չէ, ես միակ այլընտրանքային տեխնացուն եմ, դրա համար ասում եմ։ Ապրելու երկիր կուսակցության ցուցակի առաջին համարը ներկայացնող Կարեն Մալխասյանը քվեարկեց այն դպրոցում, որտեղ ստացել է կրթություն, եւ դա խորհրդանշական համարեց։ Նշեց՝ դեմ է սև ու սպիտակ, նախկին, ներկա, մեր ու ձեր բաժանումներին։ Ի սկզբանե հայտարարել ենք, հիմա էլ եմ հայտարարում, որ կոալիցիա ու ընդհանրապես ցանկացած համագործակցության ձևաչափ քաղաքացիական պայմանագրի հետ չի լինելու այն ուժերի հետ, ովքեր ուղղակի կամ անուղղակի ձևով փորձելու են համագործակցել կամ կոալիցվել քաղաքացիական պայմանագրի հետ, մյուս ուժերի հետ համագործակցության եզրեր կա, բայց ելի եմ ասում, ժամանակից առաջ չգնենք, ժամանակը ցույց կտա, թե ով է եւ ովքեր են ինչ հայտարարում ու ինչ իրականում գործողություններ են անելու։ Ահազանգեր եղել են, բայց մանր-մունր տեխնիկական է եղել, այնպիսի խնդիր չի եղել, որ բարձրաձայնենք, տեղում ուղղվել է, փոքր խնդիրներ եղել են, միանշանակ հետևողական ենք լինելու, հետևելու ենք, որպեսզի գյումրեցին կարողանա իր քվեն, իր կամարդայնությունը ազատ արտահայտի։ Կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը հայտարարեց ընդդիմությունից ով շատ ձայն կհավաքի, միանշանակ միանալու է այդ ուժին, առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն։ Եթե այդպես չկիրառեն, նշանակ ով չհամաձայնվեց, ուրեմն ՔՊ-ի հետ համագործակցում է։ Բայց քննարկել եք արդեն այդ թեմայով մյուսը։ Ոչ մեկի հետ քննարկում չեմ ունեցել, ոչ մեկին չեմ տեսել, ես ընդհանրապես քաղաքական չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտությունը եւ հույսով եմ, որ այդպես բոլորն է պետք է մտածեն։ Եթե ոչ, ես
ուրեմն այնպես կանեմ, որ բոլորը կիմանաք, ամբողջ քաղաքը եւ երկիրը։ Եվրադաշինքի տեխնացու Լևոն Բարսեղյանը հայտարարեց, կանխատեսում է 33-ից 35% մասնակցություն, որը ըստ նրա բարձր մասնակցություն է։ Նշեց իրենց ուժը որևէ կոալիցիոն բանակցություն չի վարել, չի վարելու։ Մենք որևէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց, ոչ բացահայտ, ոչ քողարկված որևէ բանակցություն չկա ու չի լինելու։ 0.1%-ի հավանականություն կա, որ 17 եւ ավելի մանդատ կստանա որևէ մեկ, այսինքն դա անհավանական է գործնականում։ Մայր Հայաստան դաշինքի տեխնացու Կարեն Սիմոնյանը անկարելի է համարում ընդդիմադիր դաշտի պառակտումը։ Եվ կոչ են կարել յուրաքանչյուր ընդդիմադիրի պատրաստ լինի առանց պաշտոնակրվի սատար կանգնել, աջակցել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին, որպեսզի չվիժեցնենք ընդհանուր ընդդիմության համախմբումը։ Եվ նաև պատրաստակամություն ենք հայտնել, որ որևիցե տարաձայնությունների դեպքում, եթե չի ստացվելու ընդդիմադիր դաշտի համախմբումը, մենք Մայր Հայաստան դաշինքով պատրաստ ենք դառնալ այդ լոկոմոտիվը եւ քաղաքացիական պայմանագրին իշխանազրկենք Գյումրի քաղաքում։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանը քվեարկելուց հետո ընդգծեց իրենց համարում է ընդդիմադիր տեխնացու, ընդդիմության մյուս տեխնացուներին չեն խանգարելու։ Չուզեցան չեն մասնակցել, գյումրեցին վախեցող չէ, գյումրեցին վախեցող տեսակ չէ, գյումրեցին հիասթափված է։ Ես ասել եմ, նորից ասում եմ, թող ժողովրդին համոզեն ճիշտ ներկայանան ճիշտ ծրագրերով, ներկայանան ժողովրդին համոզեն, որպեսզի ժողովուրդը դուրս գա, ոչ թե համոզեն ընկեր ախպեր հարաբերությունների մեջ, համոզեն կաղապարով, համոզեն ծրագրերով, համոզեն իրենց գործունեությունը ցույց տալով, ձեռք բերեն վստահություն, որպեսզի ժողովուրդը տնից դուրս գա։ Ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 38 տեղական զանգվածային լրատվության միջոցներ, 277 ներկայացուցիչ։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 5 դիտորդական առաքելություն, որից 3-ը համատեղ։ Իրինամ Կրչյան, լուրեր։